Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ին, տրանսպորտի վարչությանը, Երկաղլույս, Երևանի ավտոբուս, Երևանի էլեկտրատրանսպորտ ընկերություններին, Երևանի աղբանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկին, վարչական շրջանների ղեկավարներին, հանձնարարական համար 93, զեկուցել հասարակական տրանսպորտի երթևեկությունը, ճանապարհային նշանների, արտաքին լուսավորության լուսատուների տեսանելիությունը և բակային տարածքներում աղբատար մեքենաների մուտքը խոչընդոտող ծառերի հետման աշխատանքների մասին։ Պարոն Փամփոխչյան, թույլ տվեք զեկուցեմ ձեզ, որ այս տարի աշխատանքները տունկին բուն սկսել ենք իրականացնել փետրվարի երկրորդ կեսից, ձմեռային հատվածում առաջին անգամ Երևան քաղաքում իրականացվել են մշտադարարների տունկ, ինչը ավելի նպատակահարմար է իրականացնել ձմեռային ավելի ցուրտ ժամանակահատվածում։ Արդյունքում Երևան քաղաքում տնկվել են 250 մշտադալար հասուն ծառատեսակներ, հիմնականում սոճիներ և եղևնիներ։ Տեղեկացնում եմ նաև, որ մարտի 10-ից Երևան քաղաքում մեկնարկել է սանիտարական էդի և ձևավորման աշխատանքները, իրականացվում են ըստ տրանսպորտի վարչության տված տվյալների, իրականացվում են ավտոբուսային երթուղիների խանգարող փողոցներում ծառերի սանիտարական էդի աշխատանքներ, ինչպես նաև ներառված են թվով 300 բակեր, որոնք արդեն բնակիչների դիմումների հիման վրա խոստացված են բնակիչներին, 19 այգիներ և 18 ուրեմն փողոցներ և պողոտաներ։ Պարոն փոխքաղաքապետ, ուզում եմ ձեզ նաև զեկուցել, որ էդի աշխատանքները նախատեսված է մարտի 10-ից մինչև ապրիլի 10-ը, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանների կտրուկ տաքացումը հնարավոր է, որ քաղաքի հարավային շրջաններում էդի աշխատանքներն ավարտվեն ապրիլի 1-ին։ Միևնույն ժամանակ զեկուցում եմ, որ զուգահեռ մարտի 20-ից սկսվել է կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող խիստ դեֆորմացված ծեր հիվանդ ծառերի փոխարինման աշխատանքները Թումանյան փողոցում, ինչպես գիտենք, Թումանյան փողոցի մոտ 60%-ից ավելին դեռևս անցած տարի իրականացվել էր, այս տարի իրականացվել է մնացած հատվածը և Թումանյան փողոցը բերվել է վերջնական տեսքի, փողոցից հեռացվել են հիմնական բացառապես կարելի ասել թեղի տեսակի ծառատեսակներ, այս հատվածում, այս երկրորդ հատվածում փորձել ենք պահպանել թվով 30 քիչ թե շատ այսպես վտանգավորության աստիճան չունեցող 30 թեղի տեսակի ծառատեսակներ, որը ըստ մասնագետների չունեն այս պահին տապալման վտանգ, ուստի փորձել ենք դրանք պահպանել, արդյունքում քիմիական վերգետնյա և ստորգետնյա աշխատանքների արդյունքում կնայենք հնարավոր կլինի հետագայում դրանք երկար ժամկետով պահել, թե դրանք կփոխարինվեն հաջորդի 1-2 տարվա ընթացքում։ Արդյունքում հեռացվել է նշված երկրորդ հատվածից 80 ծառ, փոխարենը տնկվել է 95 ուրեմն ցերցից տեսակի ծառատեսակ և լրացուցիչ բացվելու է 34 բնաբաժակ, որը ինչ-ինչ պատճառներով տարբեր տարիների ընթացքում տնտեսվարողների կողմից դրանք, այսպես եթե կարելի ասել, զավթվել էին, փակվել էին, արդյունքում Թումանյան փողոցի երկրորդ հատվածում կունենանք հանված 80 ծառի փոխարեն այս պահին 95-ը տնկված է և 34-ը տնկվելու է, այսինքն ընդհանուր առմամբ այս երկրորդ հատվածում տնկվելու է 129 ծառատեսակ։ Եվ ընդհանուր Թումանյան փողոցի մասով, բացի փոխարինված ծառատեսակները, նաև նախորդ տարվա հատվածներում են իրականացվել բնաբաժակների հետ բացում, եթե կարելի այսպես ասել, և Թումանյան փողոցում կորցված այդ բնաբաժակների և հետագայում դրանցում ծառատունկի արդյունքներում կունենանք մոտ 60 ծառով ավելի Թումանյան փողոցում, քան մինչ այս ունեցել ենք։ Այսքանը շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, պարոն Բեգյան։ Հիմա այս մասով մենք ոնց համարենք փակված այս զեկույցը, թե հետո էլի կարիք կլինի հետագայում եւս մեկ նմանատիպ զեկույց։ Ինքը աշուն գարուն զեկուցվում է, պարոն